Ապրիլի 1-ից Հայաստանում կգործեն բնական գազի նոր սակագներ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում որոշեց Հայրուսգազարդ ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները։ Ամսական մինչև 10,000 խորանարդ մետր սպառողներին վաճառվող գազի սակագինը 132 դրամ 1 խորանարդ մետր գազի համար, այսինքն ներկայումս գործող սակագնից 36 դրամով ավելին։ Իսկ ամսական 10,000 խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը $243 1000 խորանարդ մետր գազի համար։ Այս որոշման և դրա հնարավոր հետևանքների մասին ենք այսօր զրուցելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանի, Հայրուսգազարդ ընկերության էկոնոմիկայի վարչության պետ Արսեն Մնացականյանի, որը հանձնաժողովի նիստում ներկայացնում էր Հայրուսգազարդի հայտը, և Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հույդա խմբակցության падգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ Պարոն Արշակյան, շատերը այս օրերին մեջբերում են Հայաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածը, ըստ որի մեր հանրապետությունը սոցիալական պետություն է, բայց ձեր կայացրած որոշմամբ, հանձնաժողովի կայացված որոշմամբ հիմնական բեռը ավելի շատ ընկնելու է շարքային քաղաքացիների վրա։ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այս կապակցությամբ նշել էր, թե սա սոցիալական պետության հետ կապ չունեցող հանգամանք է։ Համաձայն եք արդյոք այս դիրքորոշմանը։ Չեմ ուզում ուրիշի խոսքը ես այսօր պարզաբանեմ, միայն ասեմ, որ խնդիրը ամենևին այդպես չէ, եթե բնակչության համար սակագինը բարձրանում է 37.5%, ապա բիզնեսի համար, խոշոր սպառողների համար այդ նույն ցուցանիշը կազմում է 44%, այսինքն բիզնեսի համար սակագինը բարձրանում է 44%-ով։ Պարզապես սխալ համեմատություն են անում դոլարային եւ դրամային ծախսերը, առավել ևս որ չափողականությունը այդ սակագների տարբեր է, ինչպես դուք նշեցիք, մեկտեղ մենք խոսք ունենք 1000 խորանարդ մետրի դեպքում, իսկ միտեղ մի խորանարդ մետրի դեպքում։ Ոստի եւ խնդիրը դրանում էր։ Ինչ վերաբերում է սակագնին, ապա սակագինը սոցիալական խնդիր լուծելու օղակ չի։ Սակագինը դա տնտեսագիտական կատեգորիա է, որը համաձայն մեթոդաբանությանը, համապատասխան տնտեսագիտության հիման վրա ստեղծված հաշվարկվում է սակագինը, որը պետք է բավարարի ընկերության ֆինանսական կայունությունը ապահովելու համար, որպեսզի նա հուսալի եւ անվտանգ իր ծառայությունը մատուցի սպառողին։ Իսկ սպառողը այդ սակագնի բարձրացումը ինչ ազդեցություն կունենա, դա արդեն մեր պետությունում հստակ քաղաքականություն կա, որը կոչվում է թիրախային նպաստների քաղաքականություն, այսինքն այն մարդկանց համար, որոնց համար սակագինը բավականին մեծ բեռ կառաջանա, պետությունը գտնում է այդ մարդկանց թիրախային, կոնկրետության մեջ եւ փորձում է իր համապատասխան գործողությունները անել։ Պարոն Մնացականյան, կարելի է ասել, որ հանձնաժողովը բավական առատաձեռն գտնվեց Հայրուսգազարդի նկատմամբ, մասնավորապես դուք ցանկացել էիք ըստ ներկայացված սակագնի արդյունքում ստանալ 10.8 միլիարդ դրամի շահույթ եւ որքան հրապարակվել է մամուլում, աշխատակազմը դեռ որոշել էր դրանով չբավարարվել եւ Հայրուսգազարդի շահույթի չափը առաջարկել 11.1 միլիարդ դրամ։ Այո, դա այդպես է, սակայն մենք հանձնաժողովի հետ աշխատում ենք ոչ միայն հայտը ներկայացնելու պահից սկսած, այլ աշխատում ենք ամբողջ մեր գործունեության, այսինքն ամբողջ տարվա ընթացքում, մեր միջև փոխադարձ ծախսերի ճշգրտումների եւ այլ հարցեր կան մասնագիտական։ Մենք այս առումով ունենք մեր նկատառումը, որը նաեւ նիստի ժամանակ այսօր մենք ասացինք ամսի 26-ին, խնդիրը մեր եւ հանձնաժողովի կարծիքների ծախսերի կառուցվածքի եւ ծախսերի միջև տարաձայնությունների մեջ է։ Այս 401 միլիոն դրամը, որ ավելացվել է մեր շահույթը 96,000 դրամ սակագնի 10.9-ի վրա եւ դարձել է 11.2, դրա հիմնական պատճառներից մեկը մեր կողմից ներկայացված ծախսերի 3 միլիարդ դրամով կրճատումն է։ Այսինքն այն սակագնային մարժան, որ մենք ցանկացել ենք 30.6 միլիարդ, հանձնաժողովը մեզ տվել է 27 միլիարդ։ Շահույթի ավելացումը պայմանավորված է ծախսերի կրճատմամբ, որը մեր եւ հանձնաժողովի միջև մշտապես տարաձայնությունների առարկա է տալի։ Մենք պնդում ենք մեր ծախսերի մոտեցումները կատարվող։
Եթե կարելի է ավելի խորացված ասեմ, որտեղ հանրության մեջ այդ հարցադրումը բավականին շատ է հնչում, նույնիսկ նիստի ժամանակ 2 անգամ հնչեց, շատ կարճ, բայց մասնագետորեն փորձենք բացատրենք։ Ինչ բան է շահույթ, ինչ բան է մաշվածություն։ Դա ներդրված կապիտալի վերադարձի գործիքներն են, հա, ընկերությունը իր ներդրած կապիտալը վերադարձնում է ամորտիզացիա եւ շահույթի տեսքով։ Եթե ուշադիր նայած լինեք մեր ներկայացված սակագինը եւ այն ինչ որ հանձնաժողովը ընդունեց, այդ երկու հոդվածների մասով նվազումը կապվում է 380 միլիոն։ Այսինքն մենք ամորտիզացիոն համատանումները, որ ընկերությունը ներկայացրել է, նվազեցրել ենք 772 միլիոնով, ավելացնելով շահույթը ընդամենը 401 միլիոնով, այսինքն իրականում 350 միլիոնով տարբերություն եղավ։ Հիմնական պատճառը նրանում է, որ ընկերությունը ամորտիզացիան հաշվարկում է հարկային նորմատիվներից ելներով, որը մենք գտնում ենք սխալ է եւ կարգավորման ոլորտում պարտադրում ենք բոլոր ընկերություններին կատարել ամորտիզացիոն մասնավորումներ ավելի երկար ժամկետում։ Իսկ շահութաբերությունը հաշվարկում ենք, շահութաբերության բազան հավասար է հիմնական միջոցների արժեք հանած կուտակված մաշվածություն, այսինքն մաշվածությունը մենք պակասացրեցինք, կուտակված մաշվածությունը պակասեց, բազան ավելացավ։ Ես առաջարկում եմ այնուամենայնիվ խոսել, այսպես ասել, շարքային քաղաքացիների համար առավել կարևոր խնդիրների վերաբերյալ, այն ինչ որ նրանք իրենք շատ շուտով կզգան իրենց, այսպես ասած, մաշկի վրա։ Եվ այս կապակցությամբ, պարոն Մինասյան, Հայրուզ Գազարդ ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը ներկայացրեց իրենց հաշվարկները, որ առաջարկվող գազի գնի բարձրացումը շարքային սպառողի համար կունենա ամսական ընդամենը մոտ 2000 դրամի ազդեցություն, բայց դրա փոխարեն իրենք 5 միլիարդ դրամ լրացուցիչ մուտք են ապահովելու բյուջե, ինչի հաշվին ըստ նրա հնարավոր կլինի մեղմել լրացուցիչ բարձրացման ազդեցությունը սոցիալական խոցելի խավերի համար։ Դուք այս հաշվարկները իրատեսական եք համարում, այսինքն սատանան իրոք այնքան էլ սարսափելի չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից։ Չնախակն այդ է, որ սատանան լավ էլ սարսափելի է, որովհետև մենք գործ ունենք մի այնպիսի հումքային ապրանքատեսակի գնի աճի մասին, որը ունի համակարգային նշանակություն։ Այն ոչ միայն զուտ սպառման նպատակով օգտագործվող ապրանքատեսակ է, այլ նաև օգտագործվում է նոր բարիք ստեղծման գործում եւ սա շղթայական ռեակցիայի էֆեկտ ունի։ Այն ինչ ներկայացրել է պարոն Կարապետյանը կապված 2000 դրամ ավելի մեծ ծախսեր առաջանալու հետ, եթե համեմատում ենք միջին սպառումը անապահով խավերի համար, ապա այո, ընդունելի է այս հաշվարկը 2000 դրամը։ Իսկ 5 միլիարդի հետ կապված, որ հավելյալ ապահովում են պետական բյուջե, ոչ մի հիմք չունեմ հակառակը պնդելու։ Սակայն այլ բան եմ ես կարծում, որ պետք է առաջ տանել այդ տեսանկյունից։ Տեսեք, 5 միլիարդ դրամ հավելյալ մուտք ապահովելը պետական բյուջե նշանակում է կառավարությունը առնվազն այդ 5 միլիարդի շրջանակներում գոնե պետք է այնպիսի սոցիալական փաթեթ առաջարկի սոցիալապես անապահովներին, որպեսզի մեղմացնի բարձրացումը։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ վարչապետը մինչև խոստալանը նաև հրապարակային բացառեց որևէ սուբսիդավորման հնարավորությունը, այնպես որ ես կառավարության խոսքերին չեմ հավատի այնքան ժամանակ, քանի չկա կոնկրետ ծրագիրը եւ քանի չկա կոնկրետ դրված ցուցանիշը։ Իմ շատ պարզ հաշվարկ է, այսօր 130,000 անապահով ընտանիքներ կան, եւ եթե յուրաքանչյուր ընտանիքի հաշվով 2000 դրամ ամսական հավելյալ վարձատրություն ապահովվի, ապա դա 5 միլիարդից էլ քիչ գումար է կազմում ամբողջ տարեկան հատվածով կտրվածքով, բայց սա պետք է ասենք, որ մենակ վերաբերում է շարքային սպառողներին, այսինքն տնային տնտեսություններին, ովքեր որ սպառում են այդ գազը։ Սակայն մենք ունենք միջին ու փոքր բիզնես, որոնք օգտագործում են եւ դրանց ազդեցության բացասական առումով, նրանց վրա ազդեցության բացասական առումով կառավարությունը դեռևս առնվազն պետք է որ ներկայացնի կոնկրետ ծրագրային մոտեցումներ, հիմնավորումներ։